Ասի տեսնես ով է Հիսուս, տեսնես որ բոլոր մարդիկ սուտ են, միայն ճշմարիտ Աստված, ալելույա նրան։ Փառավորեք ձեր Աստծուն, ճանաչեք ձեր Աստծուն, մարդի հետևից մի գնացեք, մարդը ունայնություն է, մարդը ստություն է, որտեղ սատանան ստության հայրն է և ստության բնությունը մտցրել է մարդի մեջ։ Հասկացեք ուր եք եկել, ուր եք գնում, ում հետևից, նայացեք միակ մխիթարի չնեղության ժամանակ։ Եկել է որ բոլոր մարդիկ լքեն քեզ, բայց Տերը չի լքում քեզ, քանի միլիարդ մարդ եք աշխարհ, ոչ մեկին Աստված չի նեղացել մինչև այսօր։ Երեմիա 3:3-ում գրված է իր կամքը ոչ մեկին չի նեղացել, ոչ մի մարդի չի նեղացել, բայց ես ու դու շատ մարդկանց են նեղացել, ու չենք ես զղջում, ու չենք ես խոնարհվում, բայց մեր Աստված այնքան բարի է, ոչ մի մարդի մինչև այսօր չի նեղացել։ Հոբի գրքում գրված է 36:5-ում Աստված ոչ մեկին չի արհամարել մինչև այսօր։ Քեզ չի արհամարում, իշքան մեղավորել ես քեզ չի արհամարի, նա արհամարելու բնություն չունի։ Նա կուրախանա երբ որ քեզ ների, երբ որ քեզ բժշկի։ Դրա բանը հայտարարում է. ապաշխարեցեք և դարձեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվի։ Գործ Առաքելոս 3:19-ում չի գրված ներվի, գրված է ջնջվի։ Եթե դու սրտանց ապաշխարես, սրտանց դառնաս, քո կյանքի միջից մեղքը ջնջվում է և կյանքի օրենքն է թագավորում։ Եթե դու չապաշխարես, եթե դու սրտանց չդառնաս, մեղքը չի ջնջվի քո կյանքից։ Այսօր շատ հավատացյալների կյանքում մեղքը ջնջված չի։ Մեղքը դեռ խոստովանում, ոչ, Աստծո որդին եկել աշխարհ, որ քեզ ազատի մեղքից։ Դրա համար այսօր ես հրավիրում եմ ձեզ, ինձ ձեզ հետ միասին կատարյալ դարձ, որպեսզի ջնջվի քո կյանքից մեղքը և այդ կյանքում թագավորի կյանքի հոգու օրենքը։ Ապաշխարեցեք և դարձ եկեք, որպեսզի ջնջվի ձեր կյանքից մեղքը, Քրիստոսի այրունը ամեն մեղքեն կնասրբել, նրա մեկ այրան կաթիլը երկագունդ է մաքրում, կարող է քեզ սեր մաքրել, մի կասկածի, ես հիմա Հիսուսի այրունը հավատքով կանչում եմ ձեր ամենքի վրա,